Շատ լավ, պարոն Խաչատրյան, իհարկե շատ լավ կլիներ, եթե մենք այդ մտքերը ձևակերպեինք, բայց ես ուզում եմ պարզաբանել խնդիրը ինչի մեջ է, այս բարդ հարաբերություններում, երբ որ մենք ուզում ենք անպայման ձևակերպած լինենք, երբեմն ձևակերպումը տալիս ենք, մենք կարդում ենք, թե բանասիրական մակարդակում թվում է, թե ճիշտ ենք ձևակերպել ամեն ինչ, հետո երբ որ գրում է իրավաբանական մակարդակ, պարզվում է, որ լրացուցիչ անկանխատեսելի խնդիրներ են առաջացել, բայց ես կարծում եմ մենք հիմա նախագիծն ենք հաստատում եւ ազգային ժողովում իհարկե արագ ընթացակարգով է ընդունվելու նայենք, այսինքն այդ պարբերությունների վրա աշխատելը չի խանգարում նաեւ մեր գործարար համայնքի ներկայացուցիչներին ներգրավելով, բայց իհարկե իրավակիրառ պրակտիկան ինքն էլ շատ կարևոր է եւ շատ կարևոր է որ եւ դատախազությունը եւ քննչական կոմիտեն այս նրբությունները եւ օրենսդիրի ու գործադիրի քաղաքական կամքը եւ ըմբռնումը նկատի ունենան իրանց պրակտիկաների մեջ։ Սա մի արձանագրումը, երկրորդ արձանագրումը, պարոն Խաչատրյան, ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, թե գործարար աշխատաժողովը ինչ օգտակար ձևաչափ է, որովհետեւ հիմա տեսեք, կառուցվող շենքերի հետ կապված խնդիր կար, մենք այնտեղ պայմանավորվեցինք եւ ակտիվ նամակագրություններով լուծեցինք։ Այսինքն տասնյակ հարցեր, որ ստեղ ուրիշ խնդիր էլ կա, մենք հասանելիության սահմանափակում չունենք, որովհետև այդ բաները, այս նույն թեմաները, ասենք ես ուղիղ նամակներով ստանում եմ, վերահասցեագրում եմ փոխվարչապետերին, կառավարության անդամներին, բայց նրբությունն այն է, որ երբեմն տեքստը կարդալիս հարցի ամբողջ էությունը չի բացահայտվում, եւ երբ որ քննարկում է տեղի ունենում, ակտիվ հարց ու պատասխան է տեղի ունենում, բանավեճ է տեղի ունենում իրական ժամանակում, շատ նրբություններ, որ այդ տողերի արանքում կան եւ նկատելի չեն, դրանք բացահայտվում են եւ հենց տեղում լուծումներ են ստանում, որովհետեւ շատ դեպքերում մենք հարցերի տողատակերը լավ չենք զգում եւ գործարար համայնքը մեր պատասխանների տողատակերը լավ չի զգում։ Եվ այս ֆորմատը շատ էական է, կարևոր է, որ մենք ամբողջությամբ բացահայտենք հարցերի էությունը իրանց ամբողջ ծավալով եւ խորությամբ, եւ ես սա ասում եմ վերահաստատելու մեր այն պայմանավորվածությունը, այստեղ զգացողության հարցել է, տարին 1 կամ 2 անգամ մենք անպայման այս ձևաչափով աշխատանքները կշարունակենք, որովհետեւ ակնհայտ է, որ դա մեր տնտեսական ակտիվությանը եւ տնտեսական աճին նպաստող ֆորմատ է եւ ելի եմ ասում մեր նպատակադրումը հենց դա է եղել, որովհետեւ իմաստ չունի, այս պահին մենք երևի անգիր թվերը չենք կարող հիշել, բայց եթե մենք նայենք 2018 թվականից տարբեր ծրագրերով բիզնեսներին ինչ աջակցություններ են ցույց տվել, տասնյակ միլիարդների մասին է խոսքը, որովհետեւ իմաստ չունի այդքան աջակցություն մի ձեռքով ցույց տալ եւ մյուս ձեռքով թույլ չտալ, որ այդ աջակցությունը լիարժեք իրականացվի, բայց մենք երբեք չենք նահանջելու այս սկզբունքից, ոչ մի լումա պակաս, ոչ մի լումա ավել, եւ սա պետք է լինի գործարար համայնքի հետ մեր հարաբերությունների հիմնական առանցքը, եւ ելի ուզում եմ ասել, որ նույնիսկ գործարար ընկերությունները այդ գումարները էլի մի գրպանից հանում են դնում են մյուս գրպանը, որովհետև եթե այսքան ճանապարհ չկառուցվեր, այդ ընկերությունները չեն կարող բնականon աշխատել։ Հիմա մենք ճիշտ է ինչ էլ ասում ենք, առողջության համընդհանուր ապահովագրությունը բժշկական ոլորտը հիմա մենք այսօր նախորդող շրջանում էլ իհարկե 18 թվից ավելացնելով պետպատվերի շրջանակները մենք այսօր առողջապահությունը Հայաստանի Հանրապետությունում դարձնում ենք ինդուստրիա առողջապահությունը Հայաստանի Հանրապետությունում դառնում է այսինքն ավելի եկամտաբեր բիզնես է դառնում եւ ինչպես եւ կանխատեսում էինք մեծ ներդրումներ են այսօր արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն, ինչի շնորհիվ, որովհետև համայնքը տեսնում է, որ կառավարությունը մեծ ներդրումներ է անում եւ ընդ որում այդ ներդրումները ոչ թե մեկ անգամյա են, դրանք համակարգված ռազմավարական ներդրումներ են եւ ես հիմա ուրախ եմ արձանագրել, որ օրինակ առողջության ապահովագրության հարցում արդեն մենք ունենք որոշակի վստահություն, որ այլևս մենք
հին համակարգերի վերադարձ չենք ունենալու, որովհետև արդեն մենք այս մարզային այցելություններից էլ զգում ենք, որ չենք զգում, տեսնում ենք, որ համակարգը սկսել է ապրել։ Էլի եմ ասում, դա չի նշանակում, որ անթերի է համակարգը։ Աշխարհում անթերի ոչ մի բան չկա։ Մենք չենք էլ ասում, որ այդ համակարգը երբևէ լինելու է անթերի։ Երբևէ լինելու է անթերի։ Առողջության ապահովագրության առաջամարտիկներ կան աշխարհում, որոնք այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք տարիներով չեն կարողանում լուծել։ Բայց ոչ մեկ կասկածի տակ չի դնում, ոչ մեկ չի ասում, եկեք բան անենք, փակենք այդ համակարգը։ Եվ սա էլի այն իմ առաջարկած բանաձևի գործնական արտահայտումն է, որ երբ որ դու մի խնդրեմ լուծում ես, ստանում ես եւս 3 խնդրեմ, որ պետքա լուծես։ Սա ես ուզում եմ մենք բան անենք, արձանագրենք, որովհետև բանը այդ մեր մտածողության միֆականությունը ինքը ուրիշ էֆեկտների էլ է բերում։ Ինքը բերում է տենց բանի պերֆեկցիոնիզմի գերադրական աստիճանի, որ մենք անընդհատ փորձում ենք փնտրել եւ գտնել եւ կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ, որովհետեւ չկա իդեալական ոչ մի բան չկա։ Աշխարհի բացարձակապես ոչ մի երկրում ոչ մի իդեալական բան չկա։ Չկա աշխարհում այդպիսի երկիր, որտեղ բոլոր խնդիրները լուծված են։ Ինչու՞, որովհետև երբ որ բոլոր խնդիրները լուծվում են, դու ստանում ես տասնյակ, հարյուրավոր նոր խնդիրներ, որոնք պետքա լուծես։ Հետևաբար մեզ պետքա այդ իդեալականության ընկալումից նահանջել էականորեն, որովհետև կյանքը ինքը իդեալական չի։ Երբ որ մենք գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, մենք կյանքի ռելսերից դուրս ենք թռնում։ Եվ սկսում ենք ապրել ինչ-որ միֆերով, տենց բանով, էմոցիաներով, տենց բանը, փչած փուչիկներով, փչած փուչիկների մեջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Կյանքը իդեալական չի եւ դրանով իդեալական է։ Իդեալականությունը հենց անկատարության մեջ է։ Եվ մենք պետք է գնանք, չի լինելու մեր երկրում մի վիճակ, որ մեր երկիրը լինի անթերի, մեր երկրի մեջ ինչ-որ բան լինի անթերի, որովհետև մարդկության ողջ պատմության ընթացքում, քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում, պատմության մեջ չի եղել այդպիսի մի ժամանակահատված, որտեղ աշխարհի որևէ մի հատվածում որևէ մի բան լինի անթերի։ Այդպեսին եղել են միայն միֆերը, առասպելները։ Եվ հետևաբար սա շատ կարևոր է։ Եվ այս աշխատանքը, որ մենք անընդհատ պետք է շարունակենք, տեսեք դուք ինքն եք ասացիք, որ այս լուծումը անթերի չի, որովհետև ընկերություն կա տարեկան ենթադրենք բանը 5 միլիարդ հարկ ամուծում, ասում է դա հիմի դուք իբր լավություն եք անում, հիմա էլ 10 միլիոնը դարձրել է 30 միլիոն, անթերի չի։ Առաջ ինչ էս խնդրեմը չկար, որովհետև ինչ որ օրենքի մեջ գրած էր, չէր գործում ուղղակի։ Չէր գործում, գիտեին, որ դա խնդիր չի։ Բայց երբ որ մենք ուզում ենք օրենքները գործեն, մեկ է օրենքները գործում են, մեկ է այն մյուս դռնից մտնում են, ասում են, այս սխալ է այս օրենքը։ Բայց մյուս կողմից էլ դա դարձնել իդեալական, որ ամբողջությամբ իդեալական գործի, այդքան էլ հեշտ չի կամ իրատեսական չի, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք դրա վրա աշխատել։ Համեցեք, պարոն Պապ։